Մոսկվան դրական դինամիկա է տեսնում Երևանի եւ Բաքվի երկխոսության մեջ եւ նկատում է տարածաշրջանի ներսում կապերի վերականգնումը։ Ամեն շաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով Ռուսաստանը ողջունում է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը, այդ թվում Ադրբեջանի տարածքով Հայաստան-ռուսական հացահատիկի շարունակական մատակարարումները։ Զախարովան հավելել է, որ դա հաստատում է 3 գումարած 3 ձևաչափի զարգացման արդիականությունը, որտեղ շեշտը դրվում է տրանսպորտային, էներգետիկ, մշակութային ոլորտում գործակցության խորացման վրա։ Դաշնության արտգործնախարարության խոսնակը հավելել է, որ Մոսկվան կցանկանար այդ հարթակում տեսնել նաև վրացի գործընկերներին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն ամփոփել է Թրամփի վարչակազմի այս տարվա արտաքին քաղաքական ձեռքբերումները, նշելով, որ ԱՄՆ նախագահը 8 պատերազմ է դադարեցրել։ Ռուբիոն անդրադարձել է նաև Հայաստանին եւ Ադրբեջանին։ Սարսափելի կլիներ, եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պատերազմ սկսվեր, բայց մենք դա կանխեցինք, նշել է Ռուբիոն։ Միացյալ Նահանգների մյուս նվաճումների շարքում Ռուբիոն առանձնացրել է ՆԱՏՕ-ում պաշտպանական ծախսերը երկրների ՀՆԱ-ի 5%-ին հասցնելը, ԱՄՆ պետքարտուղարության եւ միջազգային զարգացման գործակալության բարեփոխումները, թմրակարտելների դեմ պայքարն ու սահմանների ամրապնդումը։ Պետքարտուղարն ընդգծել է նաև, որ անվտանգության ոլորտում Միացյալ Նահանգների նախագահի առանցքային խոստումները կյանքի են կոչվում, հավելելով՝ լավագույնը դեռ առջևում է։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը Սուրբ Ծննդյան տոների առիթով շնորհավորել է քաղաքացիներին։ Շնորհավոր բոլորի Սուրբ Ծնունդը, այդ թվում արմատական ձախակողմյան սրիկաների, որոնք անում են հնարավոր ամեն ինչ մեր երկիրը կործանելու համար, բայց դա նրանց մոտ վատ է ստացվում, գրել է Թրամփը Truth Social-ի իր էջում։ Իրականում մենք ունենք ֆոնդային բորսայի ռեկորդային մակարդակ, վերջին տասնամյակների ընթացքում հանցավորության ամենացածր ցուցանիշներ, գնաճի բացակայություն եւ ՀՆԱ-ի 4.3% աճ, ինչը 2 կետով բարձր է սպասումներից, նշել է Սպիտակ տան ղեկավարը։ Նրա խոսքով իր սահմանած մաքսատուրքերն ԱՄՆ-ին ապահովել են տրիլիոնավոր դոլարների տնտեսական աճ ու բարգավաճում եւ հուսալի ազգային անվտանգություն։ Մեզ նորից հարգում են, միգուցե այնպես, ինչպես երբեք նախկինում չեն հարգել, ամփոփել է Միացյալ Նահանգների առաջնորդը։ Լինի դա Արևելյան Միջերկրական ծովում, Էգեյան ծովում թե այլուր, մենք չենք ոտնահարում ուրիշների իրավունքները եւ թույլ չենք տալիս ոտնահարել մեր իրավունքները։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, արձագանքելով օրեր առաջ տեղի ունեցած Իսրայելի, Հունաստանի եւ Կիպրոսի ղեկավարների եռակողմ հանդիպմանը։ Համատեղ մամուլի ասուլիսում Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ 3 երկրներն ի վիճակի են պաշտպանել իրենց եւ կոչեր արել նրանց, ովքեր երազում են կայսրությունների վերականգնման մասին, մոռանալ այդ մասին։ Էրդողանն իր հերթին հայտարարել է, որ Անկարան շարունակելու է գործել միջազգային իրավունքի եւ երկկողմ համաձայնագրերի շրջանակներում։ Տաջիկա-աֆղանական սահմանին զինված բախում է տեղի ունեցել կամ զոհեր, հայտնում է Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն։ Գերատեսչության տվյալով միջադեպը տեղի է ունեցել Խաթլոնի մարզի Շամսիդդին Շոխին շրջանում։ Նշվում է, որ 3 զինյալ, որոնք ապօրինի հատել են պետական սահմանը, զինված դիմադրություն են ցույց տվել եւ ոչնչացվել գործողության ընթացքում։ Բախման հետևանքով զոհվել է Տաջիկստանի սահմանապահ ծառայության 2 աշխատակից։ Գործողության ավարտից հետո սահմանային իրավիճակը գնահատվում է կայուն եւ հանգիստ։ Դամասկոսի շրջանի ներքին անվտանգության ստորաբաժանումները գլխավոր հետախուզական ծառայության եւ միջազգային կոալիցիոն ուժերի հետ կազմակերպված գործողություն են իրականացրել Ալ-Մուադամիա քաղաքում գտնվող Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպության թաքստոցներից մեկում, ձերբակալելով Դամասկոսում դրա առաջնորդին եւ նրա օգնականներին։ Այդ մասին հաղորդել է սիրիական Սանա պետական լրատվական գործակալությունը։ Ձերբակալված է Դամասկոսում ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Թահա Ազ-Զաաբին է։ Արգելավել են պայթուցիկ սարքավորումներ եւ զենքեր։ Միաժամանակ Թուրքիայի իրավապահ մարմինները նույնպես իրականացրել են լայնածավալ հակաահաբեկչական գործողություն, կանխելու Սուրբ Ծննդյան եւ Նոր տարվա միջոցառումների ընթացքում հնարավոր հարձակումները։ Այդ մասին հայտնել է Ստամբուլի դատախազությունը։ Կառույցի համաձայն Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպության 115 անդամ է ձերբակալվել։ Նրանք ծրագրել են հարձակումներ իրականացնել Թուրքիայի ոչ մուսուլման բնակչության շրջանում Սուրբ Ծննդյան եւ Ամանորի տոնական միջոցառումների ընթացքում։ Գործողության ընթացքում արգելավվել է հրազեն, զինամթերք, սարքավորումներ։ Դեկտեմբերի 25-ին աշխարհի քրիստոնյաների մեծ մասը նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը։ Հռոմի Պապ Լևոն 14-րդն առաջին անգամ հանդես է եկել Սուրբ Ծննդյան ավանդական Urbi et Orbi կամ քաղաքին եւ աշխարհին կոչվող ուղերձով։ Հովվապետի ուղերձը եղել է խաղաղության կոչ, ուղղված թույլերին եւ ճնշվածներին համերաշխ լինելու, ինչպես նաեւ հիշեցում այն մասին, որ խաղաղությունը բոլորի համատեղ պատասխանատվությունն է։ Պոնտիֆիկոսը հիշատակել է աշխարհում շարունակվող պատերազմները, այդ թվում մոռացված հակամարտությունները եւ երկխոսության, զենքերի լռեցման եւ հաշտեցման
կայունության կոչ արել։ Նա արդարություն, խաղաղություն եւ կայունություն է մաղթել Լիբանանին, Պաղեստինին, Իսրայելին եւ Սիրիային, ինչպես նաեւ աղոթք խնդրել Ուկրաինայում նահատակվածների համար։ Նա հիշատակել է նաեւ Սուդանը, Հարավային Սուդանը, Մալին, Բուրկինա Ֆասոն եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը։ Պոնտիֆիկոսն անդրադարձել է Հարավային Ասիային, որը վերջին շրջանում ծանր հարվածներ է կրել ավերիչ բնական աղետներից։ Խաղաղությունն ըստ Պապի Հիսուս Քրիստոսի ծնունդն է, քանի որ նրա ծնունդն ազատում է մեղքից եւ սովորեցնում ինչպես հաղթահարել հակամարտությունները թե միջանձնային, թե միջազգային մակարդակներում։ Նա ընդգծել է, որ խաղաղությունը մեր պատասխանատվությունն է եւ աշխարհը կարող է փոխվել, եթե յուրաքանչյուրը ներգրավվի ուրիշների տառապանքի ամոքման մեջ, համերաշխ լինի թույլերի եւ ճնշվածների հետ, դադարի մեղադրել ուրիշներին եւ փոխարենն ընդունի սեփական սխալները։ Վերջում Լևոն 14-րդը 10 լեզվով մաղթել է, որպեսզի Քրիստոսի խաղաղությունը տիրի մարդկանց սրտերում եւ ընտանիքներում։ Դավիթ Մուրադյան, լուրեր։